Всё, կարանք սկսենք արդեն։ Էդ ում ես ասում։ Ստե- Հոգիներին։ Ողջույն, այսօրվա սևարկում զրուցելու ենք շատ սիրված DJ Վակցինայի հետ, նա նաև հասարակական գործիչ է եւ մեծ հասարակական գործունեություն է ծավալում, Եղիշ տեղեկացված հասարակական կազմակերպության նախագահն է, ողջույն, շնորհակալ եմ Վակցինա ջան հրավերն ընդունելու համար։ Ուզում եմ սկսենք նախ շատ լավ լուրից, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ շատ։ Արուսիկ Մկրտչյանը իր բալիկին է սպասում։ Այո, 4-րդ տղով։ Եվ ինչպես են զգացողությունները վերջին ամիսների։ Դե զգացողությունները, քանի որ աշխատանքի հետ զուգահեռ նաև էլի լիքը անելիքներ ունեմ, պլյուս հղիության այս ծանր արդեն ամիսները, մի քիչ բարդ է, բայց դե չենք նվում, գնում ենք առաջ։ Հետո Այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաներից, որովհետև քո կյանքը շատ-շատերն են ասում, որ կարելի է գիր գրել նույնիսկ դժվարությունների միջով անցնելով, նույնիսկ դրանց մասին բարձրաձայնելով շատ մարդկանց ոգևորում ես։ Որտեղից եկավ այն որոշումը, որ պետք է կյանքի մասին բարձրաձայնել, խոսել ու ինչով է դա նպաստելու մարդկանց այդ գիտակցությունը երբ եկավ։ Ճիշտն ասած, խոսել միշտ եմ խոսել, միշտ անկեղծ եմ եղել բոլորի հետ, թե իրական sense շփման մեջ, թե նաև սոցիալական ցանցերի միջոցով, ու մարդիկ երևի դա ամենաշատն են գնահատում։ Դրա համար էլ երևի ունեմ այն հետևորդների քանակը կամ այն ֆիդբեքերը, որոնք ստանում եմ, եւ այդ անկեղծությունը նախ իմ բնավորությունն է, ես չեմ կարող երբևիցե ինչ որ շատ ընդհանրապես չեմ կարող դերասանություն անել, չեմ կարող թաքցնել, երբ ինձ դժվար է, չեմ կարողանում թաքցնել, երբ ես լավ եմ, ինչ կա, ես միշտ ասում եմ, բայց իհարկե եղել են այնպիսի իրավիճակներ, որոնց մասին կամ թեկուզ անցյալի իրավիճակներ, որոնց մասին հանրությունը չի իմացել։ Եվ ինձ համար եղավ մի շրջան, երբ սկսեցի նաև այդ ինֆորմացիայով կիսվել, դժվար, ամենադժվար, ամենացավալի կետերի մասին իմ կյանքի, դրվագների մասին, եւ իհարկե դեռ պետքա շարունակեմ, ինչ որ պահի ես զգացի, որ ռեսուրսս հոգեբանական չի ձգում ուղղակի, որ ես կարողանամ շարունակել, եւ ստոպ տվեցի ինչ որ մի պահի խոսել այդ ամենացավացնող խնդիրներից, բայց շարունակելու եմ միանշանակ։ Այդ վերապրելը երևի նաև հոգեբանական էներգիա է Հա, տանում շատ։ հա, ու պլյուս պետքա դու իրականում sense շատ ներքին sense ռեսուրս էներգիայի առումով ունենաս, որ կարողանաս դնես ու այդ միջից այդ արկղը բացես ու սկսես հանել, բացի վերհիշելուց, վերապրելուց, նաև կարողանաս ճիշտ ներկայացնել, որովհետև նաև այդ ճիշտ ներկայացնելն է, չէ, շատ կարևոր, որպեսզի մարդկանց օգուտ տա այդ ինֆորմացիան, ոչ թե ուղղակի հենց այնց, ասենք քո դարդերը կիսես։ Իսկ հենց այդ կիսելու նպատակը նաև այդ օգնությունն է, որ կարող է լինի ուղղակի ինչ որ չափ նաև գիտելիքի պակասի լրացման, որովհետև շատ անգամ այդ կյանքի փորձով երբ որ անցնում ես, այդ գիտելիքը շատ դժվար է ստանալ ինչ որ այլ տեղերից։ Անգամ հոգեբանի մոտ կարող ես գնաս տարիներով թերապիայի, ինքը քեզ ասի այդ ամենի մասին, բայց դու չընկալես նենց, ոնց օրինակ այդ մարդը անցել է այդ ճանապարհով ու խոսում է դրա մասին։ Եվ դե իմ կյանքում չի եղել երևի տենց շրջան, որ ինձ հեշտ է եղել, ես չեմ հիշում այդպիսի մի շրջան, բայց միշտ պոզիտիվ եմ եղել, միշտ հաղթահարող եմ եղել եւ երևի մարդկանց դա էլ նաև շատ սենց իմպուլս է տալիս, որպեսզի կարողանան իմ օրինակով վերցնելով իրենք էլ ոգեշնչվեն, օրինակ ընկերուհիներ ունեմ, որ այդ իմ օրինակով երեխաներ են ունենում, իմ օրինակով, չգիտեմ, մենակով ճամփորդում են կամ չգիտեմ, հիպոթեք են վերցնում, սենց ինչ որ բանով էլի, ոնց ասեմ, Ոգևորող է, չէ՞ դա շատ։ հա, ռիսկով։ Եվ ես ուրախանում եմ իրականում, որովհետև սենց լավ իմաստով վարակիչ օրինակ ունեմ իմ կյանքում, օրինակներ, լիքը օրինակներ, որոնցից կարող են մարդիկ հուսադրվել եւ նաեւ իրեն կրկնել։ 17 տարեկանից աշխատում ես։ Այո։
Եվ երբ որ պատանին այդ տարիքից մտնում է աշխատանքի մեջ, այդ աղքատությունը հաղթահարելու, դժվարությունները հաղթահարելու, հետո փողից վախ լինում է, այսինքն փողը կառավարելու վախ, ֆինանսները կարողանալ կառավարել, ճիշտ նպատակին հասցնել, հա, այդ ամեն ինչը ինչա ձևավորում մարդու մեջ։ Գիտես, շատ կախված է դու ինչ մոտեցում ունես գումարին, որովհետև այն մարդիկ, ովքեր որ չեն պատկերացնում ճիշտ ֆինանսական գրագիտությունը որն է ու ինչ պետք է անես այդ քո աշխատած գումարի հետ, անգամ կարող են մեծ գումար տեսնելուց ուղղակի, չգիտեմ, ցնդեն, հա, ինչ ապուշ բաներ անեն կամ իրանց վարքը փոխվի, բնավորությունը փոխվի։ Մենք տենց օրինակներ շատ ենք տեսնում, որ մարդիկ չգիտեմ, կտրուկ հարստանում են կամ կտրուկ ինչ որ պաշտոն են ստանում, մեկ էլ զգում ես, որ մարդը 180 աստիճանով փոխվեց։ Դե իմ պարագայում եղել է շատ գիտակից մոտեցում գումարին, ես հասկացել եմ, որ այո, ես որոշակի ռեսուրս էներգիա ծախսում եմ, իմ պրոֆեսիոնալիզմը ես հասցնում եմ մաքսիմալի, ինչքան որ հնարավոր է իմ ոլորտներում։ Եվ բնականաբար դրա դիմաց ունեմ գին սահմանված, որը որ ստանում եմ եւ այդ գումարները միշտ կարողացել եմ իմ պատկերացմամբ ամեն դեպքում ճիշտ կառավարեմ ու դա է նաեւ պատճառը եղել, որ ես այսօր չեմ կարող ասել ես հասել եմ իմ պատկերացրած ֆինանսական մաքսիմումին կամ իմ պատկերացրած կյանքի որակին։ Դե մարդը միշտ ավելին Հա, է ձգտում մանավանդ եւ լավ եթե դու բանի իրական սովորում է։ մանկության մեջ Հա, ունես այդ պակասները ունեցել ես։ սև խոռոչը աղքատության, տագնապի, վատ հիշողությունների տեսքով, իրականում այդ մանկության վատ տարիները բան չունեմ ասելու, նախ իհարկե դրանք ստիմուլ են, որ դու ձգտես փախնես հակառակ ուղղությամբ, Հա, այսինքն չմնաս այդ կետում աղքատության, ծայրաստիճան, տագնապի եւ հուսահատության, բայց միաժամանակ ախր այդ տրավման, որ մնում է քո մեջ, անդադար դու ձգտում ես ինչ որ բանով փակես, գումարով, չգիտեմ, թեկուս ինչ որ մի պլյուսներ sense պտիճկաներ դնելով, բայց այդ ցակը չի փակվում մեկը, այսինքն դա այդ տրավման բուժելու համար մեկը պիտի շատ երկարատև հոգեբանի մոտերապիա անցնես, բայց իմ դեպքում կոնկրետ ես հասկանում եմ, որ ինչքան էլ ես թերապիա անցնեմ, մեկը այդ տագնապի զգացումը իմը չի անցնում։ Մի կողմից լավ է, որովհետև դա սնում է այն, որ ես միշտ գործի մեջ եմ, միշտ ինչ որ բան եմ անում, միշտ եթե ես 2-3 տեղ պրոյեկտ չունեմ, իմ համար վсё, կյանքը դադարել է, իր հունը հունից դուրս եմ ընկել, ընթացքից դուրս եմ ընկել ու ես անդադար անգամ հիվանդ վիճակում, չգիտեմ, սենց հղի վիճակում, մեկը ես սենց հազար կողմից սենց փորձում եմ տարբեր պրոյեկտներ կառավարեմ, անեմ ու փորձում եմ երևի այդ սև անցխորոջը խոռոչը, հա։ ինչ Սև որ արկղը փակել, հա։ սև արկղը փակեմ, հա, բայց դժվար է ու այն միլենիալները, ովքեր իմ ճանապարհով անցել են մի քիչ ավելի քեզնից ավելի մի քիչ տարիքովները, ում այդ տարիները չեն փաղաքշել եւ իրենք ունեցել են դժվար մանկություն, ինձ թվում է ինձ կհասկանան, այդ մարդիկ միշտ ինչո գոնկայի մեջ են, միշտ վազում են, իրենք իրենց ուզում են անցնեն ու միշտ չի ստացվում, միշտ ինչ որ պահանջներ է անդադ առաջանում։ Ես հիշում եմ, որ ես գնում էի իմ բնակարանը, առաջինը, ես ասում եմ, ահա, այ գնեմ մի քիչ ինձ կթողնեմ հանգիստ, հա, ու այդ հանգստության զգացումը տևել է ընդամենը կես ժամ։ Բայց ես այդ տան համար երևի մինիմում մի 8-9 տարի չարչարվել եմ, որ ես կարողանամ ընդհանրապես ոչ մի բանի վրա ես գումար չի հիշում եմ, ես չէի ծախսում, ինչա մինիմալ գումար է ինձ միշտ թողնում, մնացածը ավտոմատ գնում էր Ավանդ բանկում եւ իհարկե մենակ այդ մոտեցման շնորհիվ ստացվեց իրականում բնակարանը ձեռք բերել, նաեւ իհարկե ապառիկներ, վարկեր եւ այլ միշտ իմ կյանքում դա ամեն ինչը եղել է, այդ ֆինանսական տարբեր, չգիտեմ, անելիքները, պարտականությունները, որ պետք է անել ինչ որ մի բանի հասնելու համար, բայց երբ հասնում եմ այդ նպատակին, շատ էլի նման նպատակներ եմ ունեցել, էլի անշարժ գույքի ձեռքբերման տեսքով եւ այլն, բայց մեկը այդ բավարարման զգացումը չի գալիս երբեք։ Ամեն դեպքում մանավանդ այն աստիճանի բավարարման զգացում, որ դու սկզբում պատկերացնում ես, օրինակ պատկերացնում ես այսօր անեմ, հաստատ այսենց բան եմ թույլ տալու ինձ կամ չգիտեմ մի ամիս չեմ աշխատելու կամ գնալու եմ նշեմ։ Միջ նշելու մասին է խոսքը գնում։ Կես ժամ ասում եմ, լավ, էս ինչա որ։ Ամեն Ասում օր ենք նշում եմ մարդկանց հետ ինչ որ բաներ, հա։
Գիտես չէ, կողքից երևում է, որ շատ ուրախ է իմ կյանքը։ Okay, էլի բան չունեմ ասելու, ոլորտս տարբեր է։ Հա, բնականաբար, օրինակ, չգիտեմ, բանկային աշխատողից կամ չգիտեմ, հաշվապահի աշխատանքից իմ աշխատանքը ավելի զվարճալի է, այսպես ասած։ Իհարկե, իր բարդությունները ունի, ոչ մի գործ չեմ կարծում, որ կա այդպիսի մի աշխատանք, որը թեթև է։ Իմն էլ թեթև չի իրականում, որտեվ թե ֆիզիկապես բարդ է, որտեվ պիտի 7-8 ժամ դու ոտքի վրա Կանգնած նոն-ստոպ լինես, կանգնած իհարկե։ լինես, դու պետք է 7-8 ժամ անդադար մարդկանց հետ գոնե տեսողական կոմունիկացիայի մեջ լինես, որ հասկանաս այս մարդիկ ինչ են ուզում։ Քո ուղեղը անդադար աշխատում է, որ հասկանաս ինչ պետք է անես, որ այս մարդկանց պահանջմունքները բավարարես, բայց միաժամանակ քո level-ից շատ չիջնես ներքև, հա։ Ու ինչ որ անդադար դա համ մենտալ աշխատանք է, համ ֆիզիկական հոգնածություն է, համ Բացի եթե դրանից հաճախորդները ենթադրում եմ վատը եղան, այդ դեպքում Այդ դա էի ուզում ահավոր ասել, որ մոտենան, ինչ որ այո, բաներ իհարկե, ուզեն, կոնֆլիկտներ պետք է պատվերներ։ հարթես, պետք է փորձես այդ բալանսը պահես, որ չենա կուլ գնաս, ոչ այնա շատ ուժեղ կոնֆլիկտ ստեղծես, որ միջոցառումը հարամվի, դա կոնկրետ դիջեյության մեջ եմ էլի ասում, որտեվ բացի դրանից բնական է նաև սոցիալական տարբեր պրոյեկտներ եմ իրականացնում, բայց կոնկրետ դիջեյության մեջ էլի, ասենց կողքից թվում է թե շատ զվարճալի կյանքով եմ ապրում, բայց ինքը բարդ աշխատանք է իրականում, ու բացի դրանից էլ ես այնքան իմ վրա այնքան բաներ եմ դրել, պարտականություններ եւ պահանջներ ինքս իմ առաջ, որ իմ կյանքը ինչքան էլ որ տես կողքից թվում է, իրականում այդպեսին չի, որովհետեւ ես առաջի հերթին իմ ոնց ասեմ, մտրակով ղեկավարն եմ, ով որ երբեք չի թողնում, որ ես հանգստանամ, թուլանամ, հաճույք ստանամ իմ կյանքից։ Ներսի փողկապդ միշտ կապած է։ Հա, շատ ձիգ է կապած ու ձեռքն էլ բան կա, այդ պլեդն է, որ միշտ ինձ ասում է՝ «Դավայ, առաջ, դու քիչ ես աշխատել, պետք է էլի»։ Այնքան հետաքրքիր է, որ մեր հասարակության մեջ կան կարծրատիպեր շատ ու երբ որ մարդիկ շատ դժվար մանկություն են ունենում, շատ հաճախ ասում են՝ դե լավ, մի հաստատ կընկնի վատ շրջապատ, վատ կյանք կունենա եւ այլն եւ այլն։ Իսկ որտեղ ես գտել, երբ է ձևավորվել այդ լուսավորությունը, որովհետև դժվարությունը, տանը բռնություն կամ, չգիտեմ, դժվար իրավիճակն, հոգեբանական բռնություն տեսնելը ինչ որ իմաստով մարդուն կարող է չարացնել, բայց նաև մարդիկ կան եւ դու կարծում եմ վառ ապացույցն ես, որ այդ վառ լինելը, կյանքին հավատալը, հաջողությանը հավատալը պահպանել ես։ Երբ ես հասկացել, որ դու ինքդ ունես քո արժեքները ու այդ արժեքները ձևավորելու վրա չի ազդել այն իրավիճակը, որտեղ որ դու եղել ես, որտեղ որ դու ձևավորվել ես ու քո ձևավորման վրա որոշ գործոններ նպաստել են։ Դուրս գալով բանն է, չէ, ասում են բումերների այդ այո իրենց կիքսերն է, այսպես ասած, դե համել այստեղ ոչ թե սերունդի կիքսն է, այլ դրա ժամանակաշրջանը, որը եղել է սարսափելի վատը, պատերազմ, բլոկադա, ծայրահեղ տնտեսական վատ վիճակ, որի ժամանակ իհարկե շատ գիտակից միգուցե եղել են ծնողներ, ովքեր համ կարողացել են քիչ թե շատ survive անեն, գոյատևեն այդ վատ տնտեսական պայմաններում ու միաժամանակ տան սեր ու չգիտեմ, ջերմություն երեխաներին։ Հիմա իմ դեպքում ոչ են եղել, ոչ են եղել, որովհետև մերոնք կորցրել էին իրանց եւ կոնկրետ այդ լուսավոր լինելը կամ թեկուս չգիտեմ, ինչ որ առողջ մտքեր ունենալը, ես հիշում եմ, որ հենց ծնվել եմ այդ ձևով եւ չի եղել, որ ես այս պահին զգացել եմ, որ ես առողջ մտքեր եմ գեներացնում կամ առողջ միջավայրի եմ ձգտում։ Ես միշտ եմ առողջ միջավայրի ձգտել, անգամ լինելով ամենաանառողջ շրջապատում, որտեղ կար անգամ թմրամիջոցներ կամ չգիտեմ, այն ամենավատ բաները, որ հնարավոր է պատկերացնել, ես այդտեղի բանն է, սպիտակ ակրավն էի միշտ բոլորին ասում եմ, էսի չի կարելի, էսի առողջությանը վատ է, էսի այդ գործ չունեք, չգիտեմ, միշտ իմ մոտ եղել է այդ զինվորը պայքարող, ներսում, ռացիոնալությունը ձևավորվել, հասկացել ես։ Բուջուր ժամանակվանից ու դա չեմ կարող ասել, որ իմ ծնողների շնորհքն ա եղել, որտեվ ես հիշում եմ, որ ես միշտ եմ այդպեսին եղել։ Ինչ որ հատուկ, որ ասեմ, ինձ ինչ որ լեկցիաներ են կարդացել, այ ծխելը վատա, չգիտեմ, թմրամիջոց չօգտագործես կամ չգիտեմ, չգնաս ինչ որ հեշտ գումար աշխատել օրինակ ճանապարհով, այսպիսի չխոսակցություններ չեմ էլ տենց որ շատ հիշում, որ եղած լինեն։ Հա, բայց ընդհանուր առմամբ իհարկե իմ ծնողները այսպես ասած, այն ժամանակները տենց ասում են երկնագույն արունով, հա, տենց որ ինտելիգենտ ընտանիք է, պապան ֆիզիկոս է, աստղագետ է, մաման Մայրիկդ նկարչուհի է, չէ՞։ Մայրիկը նկարչուհի է, հա։ Եվ իհարկե իրանք իրանց
մեծ լուման ունեն իմ դաստիարակության մեջ, բայց հիմնական այդ սկզբունքայնությունը, չգիտեմ, առողջ ռացիոնալ մտածելակերպը դա իծնե է։ Շնորհակալություն իհարկե նաև գեներին։ Ծնողներիս չեմ կարող ասել, որ չէ, ծնողներս ընդհանրապես կապ չունեն իմ այս ռացիոնալության կամ իմ այս տեսակի մեջ։ Իհարկե կապ ունեն գեներն է, բայց մի մասն էլ երևի թե այնուամենայնիվ ծնողներից դուրս ինչ որ տենց բանը շնորհա վերևից։ Իրենց ներել ես։ Գիտես, եղել է իմ կյանքում ընդհանրապես մի անգամ մի հատ նենց էպիզոդ է եղել շատ ոնց ասեմ, ցենց ինչ-որ հոգևոր պրասվիտլենիայի, որի մասին տենց շատ չեմ կարող հիմա խոսել, որովհետև 90%-ը չի հասկանա ինչի մասին է խոսքը գնում։ Այդ ժամանակ այդ փորձառության մեջ Փորձառություն, հա։ ես իրենց այո ներել եմ, բայց երբ որ դու այդ վիճակից դուրս ես գալիս, այդ հոգևոր ինչ որ աճի, կտրուկ աճի, եւ պահիտակ ընկնում ես էլի քո ասենց ամենօրյա ինչ որ անելիքների, խնդիրների մեջ, պահիտակ ինչ որ տենց աբիդա էլի գալիս է, ես չեմ կարող ասենք սուտ խոսամ, ասեմ, գիտեք, չէ, ընդհանրապես որևիցե խնդիր ես իմ մոտ հոգեբանական իմ մեջ չունեմ եւ իրենց հանդեպ էլ չունեմ։ Ես իրանց սիրում եմ այնքանով, ինչքանով որ ես ունեմ ռեսուրս, ինչքան որ իրանք ինձ են տվել, այդքան ես իրանց եմ վերադարձնում բնականաբար եւ ժամանակին եթե ունեի մեղքի զգացում, այ ինչի ես օրինակ իդեալական երեխա չեմ իրենց համար, ինձ մի անգամ հոգեբան ասեց, բայց ինչ են, այսինքն արդյոք դա համարժեք է նրան ինչը դու ստացել ես։ Իհարկե ես չպետք է ասենց հիմա հիշեմ, այ իրենք ասենց բան արել, ես պետք է դրան պատասխանեմ ու միշտ ամեն ինչ լինի համարժեք, բայց բնականաբար երեխան էլ ձևավորվելով ինչ որ մի պայմանում ինքը սովորում է ոնց իրան են վերաբերվել, տենց էլ ինքը վերաբերվի։ Դա ինձ թվում է շատ տրամաբանական է եւ պետք չի դու ինքդ քեզ անդադ մեղադրես, որ ասես այ Էս պետք է չարեցի, ավել այն անեմ կամ չարեցի։ պետք է ավել զգամ։ Ախր այդ զգալը вообще չի լինում արհեստական, չէ՞։ Դե չես կարող ստիպել քեզ ինչ որ մի Հա, բան դրա զգալ։ համար ամեն ինչ համարժեք է, ինձ թվում է այս կյանքում միշտ այդպես էլի։ Նույն թեկուս ընտանիքում, եթե ամուսինը կնոջ հանդեպ սառնա, լավ, կինը քանի տարի կարող է վերադարձ ինչ որ ձևով սիրի, դա միակողմանի լինի։ Դա ինչ որ մի օր սպառվում է։ Եվ ինձ թվում է յուրաքանչյուր բան այս կյանքում պետք է երկկողմանի ամրապնդվի։ Եթե դու սիրում ես դիմացինը քեզ փոխարենը տալիս է, կոմպենսացնում է այդ քո էմոցիաները, հաստատվում է, չէ՞, քո մեջ այդ միտքը, որ այո, ես էլ եմ սիրված, այդ ամեն ինչը հավասար կողմերից հավասար է եւ ճիշտ է այս ամեն ինչը։ Իսկ երբ որ դա հավասար չի, դու անդադար պայքարում ես, հիմա չգիտեմ, պայքարես ծնողական սիրո համար, պայքարես ամուսնու սիրո համար, այդ ինչքան պիտի ձգես այդ, չես կարող էլի անverջ սպասես Բայց երբ փոխվել է, հրաշք լինելու։ ինչ որ բան փոխվել է ընտանիքի հետ հարաբերություններում։ Իրենք քո Այո, այո։ հաջողությունները հիմա ոնց են ընկալում։ Ես առաջ շատ ավելի էմոցիոնալ էի, ավելի կտրուկ պատասխաններ էի տալիս, կտրուկ ռեակցիաներ էի տալիս։ Հիմա ավելի տոլերանտ եմ դարձել ու հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր ընտրությունը պիտի անի եւ ընտրության հնարավորություն ունի, եթե ես կարծում եմ, որ ինչ որ մի բանը ճիշտ է իրանց կյանքի համար կամ իրանց առողջության համար, բայց իրանք այդպես չեն կարծում, ես օքեյ 5 անգամ գլուխս տամ պատին, 6 անգամ, չգիտեմ, էլի 6-րդ անգամ խփեմ եւ ջարդեմ այդ պատը, մեկը ընտրությունը կատարում է մարդը եւ եթե դու օքեյ կողքից խորհրդով փորձում ես կամ անելիքով, քայլով ռեալ, հա, ավելի միգուցե անգամ նյութական, հա, ինչ որ բանով փորձում ես օգնես, մեկը այնուամենայնիվ մանավանդ մեծահասակ մարդը, 18+ մարդը արդեն իր կյանքը իր ընտրությունների շնորհիվ ձևավորում է եւ շատ անգամ չի լսում ընդհանրապես կողքից ինչ են ասում։ Դրա համար պետք է մարդկանց երբ այնուամենայնիվ անգամ եթե քո երեխան է կամ քո ծնողն է թողնել մի քիչ հանգիստ եւ քո պատկերացումները իրենց վրա պետք չի անդադար sense պրոյեկտել, ասել որ չէ, այս ինչը ճիշտ չեք անում, բան։ Okay, կարող է իրան գլոբալ առումով ինչ որ բան ճիշտ չեն անում, օրինակ երեխան կամ ծնողը կամ ընկերը, բայց ինքը այդ ճանապարհով պիտի անցնի, որ կարողանա զարգանա, որովհետեւ եթե ինքը պիտի հասկանա նախ օրինակ, պետք է հասկանա, որ այս մի բանը անելով, չգիտեմ, ինքը իրան վնասում է կամ ինքը արդյունք չունի, պետք է հասկանա, որ կարողանա աճի։ Եթե մարդը չի հասկանում, չի կարող աճի։
Բայց այս բնութագրիչները, որ ասում ես, հիմնականում այդ սերնդին շատ բնորոշ է, որովհետև Հա, իրենք սիրել են քչով բավարարվել, վատ ապրելու հետ օքեյ են եղել, այո։ այսինքն նորմալ է համարվել։ Հետո իրանք Հա, հոգեբանական գիտելիքներ ընդհանրապես չեն ունեցել։ ու պարտադիր չի, որ կրթվածության մակարդակի մասին դա Բացարձակ, խոսի, բացարձակ։ որովհետև հայրդ գիտնական Այո, է, կարելի է ասել, այո, մայրիկը գիտնական եւս է, ինքը դասախոս է եղել, հիմա էլ է դասավանդում, եւ ինտելեկտի մակարդակով ինքը քայլող էնցիկլոպեդիա է։ Մամաս էլ հետ չի մնում իհարկե, բայց այնուամենայնիվ այդ սերնդի էմոցիոնալ ինտելեկտը Մհմ, եւ հոգեբանական գիտելիքները պակաս են։ Բայց դա չի նշանակում իհարկե, որ մենք պետքա մեր այս հիմիկվա դարաշրջանից, մեր այս հիմիկվա տեսանկյունից դնենք իրան շատ քննադատենք, որովհետեւ այդ մարդիկ այդ են ունեցել, այդ հնարավորություններն են ունեցել։ Երևի թե մի քիչ էլ ըստեղ խնդիրը մեր սերնդի այդ ամեն դժվարությունների ընդունման մեջ է։ Այդ ամենադժվար քայլն է, երբ որ դու ընդունում ես, որ իրենք այդպիսին են, քո մանկությունը եղել է այդքան վատը, կամ չգիտեմ, դու այսօր ունես որոշակի խնդիրներ, թեկուզ հոգեբանական, որովհետև նյութականը մնացած ամեն ինչը մարդը կարա ինքը իրանով ինքը պետքա ստեղծի, չպիտի ծնողի հույսին մնա։ Բայց այնուամենայնիվ այդ հոգեբանական բացերը, որոնք որ չեն լրացվում ոչ մի ձև, կարելի ասել, անգամ թերապիաները իհարկե ազդում են, դրական են ազդում, բայց այնուամենայնիվ այդ էլի այդ սիրո պակասի, ջերմության պակասի այդ սև խորոչները մնում են, այստեղ կարող է մի քիչ հոգեբանական խնդիր լինի, որ դու ոնց կարող ես ընդունես, որ չգիտեմ, իրենք չեն կարողացել քեզ սեր տան, այդտեղ է բարդ, այդ շատ բարդ պահ է, բայց երևի պետք է ընդունել։ Սովորաբար, որ ասում են երեխան, որ մանկությունը չի վայելել, հետո մեծ տարիքում է փորձում այդ պակասը լրացնել։ Դե Հիմա գիտես, զգում ես դա քո մեջ։ երևի հələ դեռ իմ այդ տարիքը այնուամենայնիվ չի եկել, որ շատ տենց ոտերս խփեմ գետնին ու ասեմ, ես այս մի բանը չեմ արել, պետքա հիմա անեմ։ Ինձ մենակ միակ բանը, որ ես երես եմ տալիս ինքս ինձ, երևի փոքր Արուսիկի նույնպես, այդ ճանապարհորդություններն է, որն էլ որ այս վիճակով, հղի վիճակով ինձ ոչ մեկ չի թողնում, եւ ես սպասում եմ այն օրվան, որ նորից կգնամ, իմ համար այդ Ճանապարհորդես։ տարին մի քանի անգամ, շատ չէ, թեկուզ 2 անգամը, բայց տենց շատ ստանդարտ տեղեր չեմ գնում, տես փոքրիկ Արուսիկը ուզում է ավելի էքսկլյուզիվ ինչ որ սա շատ փախած երկրներ, հիմնական հիմա Ասիայի կողմն եմ սենց շեղվել, Մհմ։ դե Թայլանդում նկարան եմ հիմա գնել, վարկով եմ իհարկե գնել, չմտածեմ, որ ես տես միլիոնատեր եմ դարձել, չէ, քիչ-քիչ այդ վարկը հիմա փակում եմ, բայց սենց իմ համար այդ էլի եւս մի հատ սենց պտիչկա էր, չգիտեմ ինչքանով հիմա սենց Շնորհավորում եմ իդեպ։ ապրես շատ։ Ամեն դեպքում սա մի հատ սենց ոնց ասեմ, այսինքն խարիսխա այդ կողմերում, որ ես գիտեմ այդտեղ կարող եմ սենց գնամ մի հատ շունչ քաշեմ, Այդ ոտքերդ հանգստանամ։ գետին հանգիստ կանգնելու, ամուր կանգնելու համար է հիմա։ Գիտես, երևի ծերությունս ու վայելելու տեղն է, որ ես որոշել եմ, որ պետք է բոլորին ծրեմ ու գնամ այդտեղ ծերանամ, մեռնեմ։ Մեր հասարակությունը, քանի որ հասարակության մի մաս, չասեմ բոլորը, բայց հասարակության մի զանգված կա, որը արժեզրկման աստվածներն են։ Այո, իհարկե։ Նույնիսկ արժեզրկում են մարդու հոգեբանական տվայտանքները, եթե Իհարկե։ չասեմ։ Դու տարիներ շարունակ հարցազրույցներ ես տվել ու բարձրաձայնել ես քո խնդիրների մասին, չի եղել, որ ասեն, դե լավ, հասաղստանն էլ կա տենց բան։ Վատ բացասական կամ արժեզրկող կոմենտներ հիմնականում եղել են իմ անձնական կյանքի հետ կապված, որովհետև գրքի մի հատ օրը Հաջորդ գլխին մի անցնենք։ մասը պետքա հա դրան նվիրվի եւ իհարկե անձնական կյանքից վերաբերվող հարցազրույցներում կամ ինչ որ վիդեոներում եղել են, բայց ճիշտ ասած Լիլ ջան, շատ չեմ ոչ ազդվում եմ, ոչ տենց որ խորանում եմ, որովհետեւ նախ հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր կարծիքի հնարավորությունը եւ իրավունքը ունի, ես դրա հետ կապ չունեմ ընդհանրապես, այսինքն եթե մեկը ինձ ասում է, այ անբարոյական, օրինակ, հա, դա իմ հետ կապ չունի։ Դա իր պատկերացումն է, ինչ որ բաներից ելնելով, հա, չգիտեմ, ինչ որ իր դաստիարակությունից, իր խնդիրներից, ուղեղի միջի ворթերից կամ իր ստերեոտիպներից, որ ենթադրենք ես չգիտեմ, DJ եմ, դա իր համար ասոցիացվում է որպես անբարոյականություն կամ ասպես գիտի ինչ։ Դա իմ անձի հետ ինչ կապ ունի, ընդհանրապես որևիցե կապ չունի։ Դրա համար ես կոմենտներին շատ թեթև եմ
նայում, գիտեմ իմ ընկերները, գործընկերները, այսպես ասած, շոու բիզնեսի աստղերից շատերը կան, որոնք որ շատ ծանր են տանում։ Ես ինձ աստղ չեմ համարում, ես ուղղակի հանրային հայտնի մարդ եմ ու ոչ մի աստղային տես ինչ-որ բաներ չունեմ, բայց սենց տենից ես էլ կարամ կիզակետում պահի տակ հայտնվեմ, որովհետև հանրային եմ ավտոմատ, սենց տենից ինչ-որ հարցազրույցներ ա լինում, կոմենտներ ա լինում եւ այլն։ Ես ծանր չեմ տամ ընդհանրապես, իսկ այդ արժեզրկումը, որ մարդկանց մոտ կա, դա ցավոք գալիս է էլի իրանց արդեն ընտանիքներում, իրանց ստացած ծնողական վերաբերմունքից։ Ուրեմն իրանց էլ են ժամանակին արժեզրկել, ուրեմն իրանք չգիտեն մարդկանց արժևորել, չգիտեմ, դրականը տեսնել, լավը տեսնել, լավն էլ միշտ իրանք ինչ որ իրանց ֆիլտրերով են տեսնում ու լավին միշտ վատն են ասում։ Այդ շատ տարածված է մեր հասարակության մեջ։ Ահա, Ու եթե ցավոք։ մենք տրվենք հասարակության կարծիքին, այդ ուղղակի պետքա ուրեմն վերջ, всё, կյանքիդ վերջ տաս, որովհետև այսինքն այդ բացասական ալիքի մեջ քեզ գցելը կամ իրանց հաշվի առնելը, այդ կոնկրետ կոմենտչիների մակարդակով, այդ լրիվ անիմաստ ժամանակի ծախս է, էներգիայի, ռեսուրսի ծախս է, մանավանդ հաշվի առ, որ adekvat մարդիկ ինձ թվում է բացի նրանից, որ կան ինչ-որ մարդիկ, որոնք որ ինչ-որ բան իրոք հավանում են դրական բան են գրում, այն մարդիկ, ովքեր ինչ-որ համբաստանքի մակարդակում կամ կարող են հայհոյախառը ինչ-որ բան գրեն, ինձ չեմ ասում, թեկուզ ես հիմիկվա այս քաղաքական ամեն ինչում, մենք տեսնում ենք, որ այդ մարդկանց մեծ մասը խնդիրներով է, լուրջ խնդիրներով են, իրենք ուղղակի խնդիրներ ունեն, իրենց հոգեբուժ է պետք, հոգեբան է պետք մինիմում։ Դրա համար ես իգնոր եմ անում յուրաքանչյուր մեկնաբանություն։ Իսկ դրականներին տիկը պաչիկներ Գոտե ապրեք պնդում շատ։ եմ քեզ։ Այ ապրես։ Քանի որ շատ շուտ է, ժամանակից շուտ ես ինքնուրույն դարձել, երբ որ մարդը շատ շուտ է ինքնուրույն դառնում, հետո օգնություն ստանալը դա կոմպլեքս չի Ահա դառնում։ որ։ Բայց դա էլ է Ոնց ես իմ մոտ փորձում ինձ դա թվում է հաղթահարել։ իծն է, սենց ես բնավորությամբ շատ միայնակ զինվոր տեսակ եմ ու ինձ համար ամբողջ կյանքս էլ լիքը խնդիրների վրայով ես անցել եմ, հաղթահարել եմ, անverջ են այդ խնդիրները, հա, որ ես կարող եմ ինչ-որ մի հատ շրջապատում ինչ-որ մի հատ թեմա լինի ու պետք լինի, որ ես օրինակ ինչ-որ օրինակ բերեմ եւ այլն եւ այլն։ Ես տեսնում եմ մարդկանց զարմացած դեմքերը, որ ասում են դու դրա մասին չես խոսել, չես պատմել, ոնց ա եղել։ Օրինակ հենց այսօր, երբ որ ես ընկերուս հետ խոսում էի, ինքը ապշած էր մնացել իմ կյանքի մի դրվագից, որ ոնց ես կարողացել հաղթահարես, այդ ինչ ներքին ուժ ունես։ Երևի ինքն էլ է հայտնվել նման իրավիճակում ու Բայց փորձում իր է համար դժվար հասկանալ։ է, ինքը օրինակ շատ Հա։ դժվար, ավելի թեթև խնդիր է, շատ ավելի դժվար է հաղթահարում։ Չբերեցի օրինակ, որ ես այսպեսի ուժեղ տեսակ եմ, օրինակ ինձնից վերցրու, չէ, ուղղակի պետք էր պատմել, որովհետեւ բժշկական նաեւ մոմենտներ կային, որ ինքը պետք էր հասկանալ ինչ է անում իր արդեն առողջական խնդրի հետ, եւ հա, իր համար շատ տարօրինակ էր, որ ես ընդհանրապես չեմ խոսել անգամ այդ խնդրից, եւ միայնակ հաղթահարելը այդ իմ ամենա մի կողմից ուժ տվող կողմս է, բայց մյուս կողմից էլ մի քիչ աբիդնի է, Թևակապանող երևի, հա։ որովհետև հա ես նախ սովոր չեմ որ ոչ մեկից, հա, օգնություն խնդրել։ Եվ մյուս կողմից էլ հասկանում եմ, որ իմ շրջապատում չեմ ուզում էլ գլուխ գովամ։ Դե լավ է, չասեմ։ Բայց Ամեն գովամ, հա։ դեպքում ուժեղ մարդիկ, ովքեր որ կարան ինձնից ավելի ուժեղ լինեն, իրանք շատ եզակի են։ Այսինքն ես ասենք ուսին պետքա գլուխս դնեմ լացեմ, էլի չեմ պատկերացնում։ Այսինքն այդ մարդը պիտի չէ լինի ինձնից ավելի ուժեղ կամ միգուցե կամ կարող է իմ ստերեոտիպն է դա։ Կարող է ես ինձնից թեկուզ թույլի վրա լաց լինեմ, մի երկու րոպե հանգստանամ գոնե, բայց որ իմ խնդիրը դելեգացիա անեմ ինչ-որ ուրիշին, որ ինքը անի կամ ինքը լուծի, դա բացառվում է։ Անգամ եղել են օրեր, որ ես երեխաներով ամուսնալուծված ժամանակ իմ մոտ գումարս, ասենք վերջի մի քանի հազար դրամն է մնացել, ես ունենալով էլի բավականին մեծ շրջապատ ոչ մեկին չեմ դիմել ընդհանրապես։ Ու sense պոզիտիվ անցել գնացել է, հաջորդ օրը գնացել եմ տենց ինչ որ միշտ տես ճակատագիրի ինչ որ մի հնարավորություն դուր բացում է, գործի առաջարկ է եղել դիջեյության, գնացել եմ աշխատել եմ, այդ հարցերս լուծվել է ու այդ ինչ պետքա լինի իմ կյանքում, sense շատ ծայր աստիճան էլի, բան որ ես ինչ որ մեկին ինչ որ բան խնդրեմ։ Չի լինում, չի եղել։ Իսկ երբ որ առողջական խնդիրներ էիր հաղթահարում, այդ ժամանակով էր կողքդ
քանի որ Եվ այ շատ այնքան նախ շատ ծանր առողջական խնդիրներ եմ ունեցել, սկսած մանկության տարիներից, մանկության տարիներում էլ ես ունեցել փաստորեն։ մանկության տարիներին ունեցել եմ խնդիր ավելի շատ երևի ծնողական խնամքի, ոչ ճիշտ խնամքի, ոչ ճիշտ բուժման հետևանքով առաջացած շատ տարբեր խնդիրներ առողջական, որոնք ոչ թե եղել են իծնե, այլ եղել են ուղղակի գիտելիքի պակասից եւ մոտեցման եւ խնամքի ոչ ճիշտ կազմակերպումից եւ այլն, եւ այդ ամեն ինչը բերել է նրան, որ ես 20 տարեկանում մոտավորապես շատ ծայրահեղ վատ վիճակում էի հայտնվել եւ լավա գոնե այդ տարիներին արդեն ունեի թե բժիշկ ընկերներ, թե ես ինքս սկսեցի ավելի ուշ ուսումնասիրել մարդու օրգանիզմը եւ հետո իհարկե բայց շատ ուշ նաեւ ավարտեցի բժշկական համալսարանը, մինչեւ այդ կենսաբանության ֆակուլտետն եմ ավարտել եւ ինքս ինձ փորձեցի հասկանալ նախ ինչա կատարվում, երկրորդը իմ բժիշկ ընկերները, մոտիկ ընկերներ ունեմ շատ եւ այն տարիներից սկսած, դեռահասային տարիներից սկսած ինձ sense ճիշտ ուղու վրա դրեցին եւ կարող եմ էլի ցավով նշել, որ այն բացերը, որոնք ծնողներս թույլ էին տվել, ես փորձել եմ արդեն ինքս հասուն տարիքում ինձ հավաքեմ։ Խոսքը անպտղության խնդրի մասին Անպատվությունը է։ նաև հետևանք էր, բայց մինչև այդ ծայրաստիճան վատ վիճակներում եմ եղել, աուտոիմուն խնդիրներ եմ ունեցել, շատ խիստ ալերգիաների մեջ եմ եղել, որոնք չէին ավարտվում, ինֆեկցիաներ, որոնք էլի շնչուղիների հետ կապված, դե այդ ամեն ինչը բնականաբար ոչ ճիշտ բուժումների հետևանք էին, որոնք որ իրար վրա էին անդադար, հա, այսինքն մի խնդիրը չէր բուժվում կամ սխալ էր բուժվում, հետո անցնում էինք այլ խնդրի եւ այդպես դա բնականաբար, չգիտեմ, երեխա ունեցող ծնողները հասկանում են, որ եթե երեխային դու բացի թողի վիճակի մեջ ես կամ սխալ բուժում ես տալիս, բնականաբար դա բերում է, ինչ ասես կարա լինի, մինչև անգամ մահ կարա բերի դա, հա, ես անգամ զարմանում եմ, որ կենդանի եմ մնացել էքսպերիմենտների արանքում, որտեղ ես հիմա sense հետայացք, որ գցում եմ ես արդեն բժշկական կրթությամբ եւ բավականին շատ արդեն հասկանալով, ասում եմ հրաշքով եմ իրոք բրկվել էլի։ Բայց այդ 25 տարեկանում Դե հետո եզակի եղավ հորմոնալ բաներ, որ խախտումներ, չեմ կարող կապեմ հիմա դա այդ դրա հետ էր կապված այդ նախկին սխալների թե ինչ, հորմոնալ խախտումներ, հետո ոտքս տրոմբ եղավ, հետո ինձ հազիվ փրկեցին, հիմա հետո սա այնպես թվարկելով ես ասում, անպտղություն, հիմա թվարկելով ես ասում, բայց դրանք կոնկրետ շատ ծանր շատ շրջաններ են, ծանր որոնք որ շրջաններ են։ կարողացել ես հաղթահարել։ Իհարկե, մահվան վախով։ Ես կարելի է ասել շատ երկար տարիներ ապրել եմ մահվան վախով։ Դա քեզ ավելի ռիսկային է դարձրել, թե ավելի զգուշավոր։ Գիտես, մի քիչ ունեմ առողջության հետ կապված տագնապայնություն, որովհետև այդ վատ մանկության հետևանքով դա այդ մնացել է իմ մեջ եւ բացի դրանից դա բնականաբար շատ երկար ժամանակ ինձնից պահանջվեց, որպեսզի ես մի քիչ խելքի գամ, օրգանիզմս մի հատ ուշքի բերեմ, առողջացնեմ, այդ երեխա ունենամ, իհարկե հետո էլ ընկա արդեն այլ խնդիրների մեջ, արդեն նախկին ամուսնու հետ կապված, հետո ինչ որ էլի պայքարի մեջ էի, որպեսզի իմ երեխաներին կարողանամ միայնակ ոտքի կանգնեցնեմ։ Որ ասեմ, ասենք իմ կյանքում ինչ որ հարթ ընթացք ա եղել, չէ, բայց այդ ընթացքը հպարտ քեզ անցել տալիս։ եմ։ Իհարկե։ Եվ բացի իմ առողջական խնդիրներից ունեցել եմ շատ ծանր շրջան իմ միջնեկ որդու վաղաժամ ծնունդի հետ կապված, որ էլի շատ երկար ինձնից մոտ 1.5 տարի ժամանակ պահանջվեց, որպեսզի ես կարողանամ իրան ոտքի հանել, փառք Աստծո, ես շնորհակալ եմ նախ տիեզերքին, Աստծուն, բժիշկներին եւ նաեւ իմ պոզիտիվիզմին, որ ես չկոտրվեցի, որովհետեւ շատ ավելի լավ վիճակում գտնվող երեխեքի ծնողներ հիշում եմ ինչ կոտրված գնում էին այդ երեխեքի այդ կյուվեզների մոտ լաց էին լինում, ես հասկանում եմ, որ երեխան զգում է ամեն ինչ, իմ էներգիան է զգում, իմ տրամադրվածությունն է զգում, ես հիմա փշակաղում եմ, որ պատմում եմ, ես երբ որ այդ դռնից մտնում եի, ես զինվորի պես մտնում էի, ասում էի ամեն ինչ լավ է լինելու բալես, ու ես իրականում իմ համար ավոր ծանր թեմա է, տենց ուզում եք լացացրեք։ Հղի լինեմ, չլինեմ, իմ համար այս ամենայում ծանր կյանքի շրջաններից է, որ մի կային փրկեցին ուղղակի։ Ու կարելի ասել, այդ իմ պայքարի հոգու շնորհիվ էր, որ
ես հասա նրան, որ ինքը փրկվեց, որովհետեւ բժիշկները այդ ընթացքում որոշները սխալներ գործեցին եւ ես անդադար պայքարում էի, որպեսզի կոնտրոլի տակ պահեմ այդ ամեն ինչը, մարկանց էի խառնում, в общем, այնքան շատ բարդ օրեր եմ ունեցել, ամիսներ եմ ունեցել, հետո Փառք Աստծո երեխան արդեն դուրս գրվեց, եկանք տուն, բայց դա 3 ամիս դժոխքից հետո էր, որ ինձ թվում է, որ ես կխելագարվեմ ուղղակի, անկեղծ եմ ասում, իմ կյանքում շատ դժվարություններ ա եղել, ես երբեք չեմ մտածել, որ ես կխելագարվեմ։ Այդ օրերը այնքան ծանր էին, որ ես հիշում եմ, որ իմ ռեսուրսները սպառվեց մի պահ, հոգեբանական, հա, այդ հնարավորությունները սենց ասած, ու ես նստած ես մտածում եմ, որ ես հեսա կցնդեմ ուղղակի, կխելագարվեմ։ Բայց դա հավաքում է, էլի, ինձ հավաքում է, հաջորդ օրը նորից պայքարում էի ու շատ շնորհակալ եմ ամեն ինչի, որ Միկան հիմա կա։ Շատ պատկերացնում եմ ինչ ծանր թեմա է, Հա, բայց այդ ծանրությունը հիմա քո մոտ նրանից է, որ ծնողներդ էլ ինչ որ բաներում սխալներ են գործել ու չէ, այդ չէ, քեզ չէ, էիր այս մեղադրում, թե թեման չէ, այս թեման կոնկրետ կապված է զուտ այդ իրավիճակի ու խնդրի հետ։ Ես այստեղ չեմ պրոյեկտում իմ ներքին երախու խնդիրները, բացարձակ եւ այն ժամանակ էլ չի եղել տենց բան, հա։ ծնվելուց էր, բայց խնդիրը առաջացել Վաղաժամ 27 վաղաժամ շաբաթ ծնվելուց։ որովհետեւ էլի այդ շրջանը իմ համար շատ լարված էր, բայց բացի երևի հոգեբանական խնդիրներից նաև ունեին ֆիզիկական այդ հորմոնալ խնդիրները եւ դա էլ ազդեց ընդհանուր էլի այդ ելքի վրա։ Բայց այդ միայն հպարտանալու առիթ է, որովհետև Շատ։ դու շատ ուժեղ կարողացել ես այդ ամեն ինչը հաղթահարել ու բոլորը չի որ կարողանում են դրա տակից այսպես հոգեբանորեն Հա, դուրս գալ։ իրականում շատ դժվար շրջան է յուրաքանչյուր ծնողի համար ու բոլոր այն մամաները, ովքեր որ, չգիտեմ, վաղաժամ ծննդաբերություն են ունենում, պետքա իրանք հասկանան, որ պետքա պայքարեն ամեն գնով, որովհետև երեխան զգում է նախ մամայի էմոցիաներն է զգում, էներգիան է զգում, հա, եթե կոտրվենք ավտոմատ իրանց շանսերը կչացնում ենք, էլի։ Պետքա այդ ուժով գնալ, պայքարել ու նաև պահանջել բժիշկներից, որովհետև շատ անգամ եթե ծնողը պահանջատեր չի, ինքը ցենց հունի բան է, էլի, ինքնահոսի է թողնում, այդ սխալ է։ Պետքա Ինձ թվում է, որ պահանջատեր դա լինել։ շատ հայաստանյան միջավայրին է բնորոշ, որովհետև դրսում նմանատիպ խնդիրները գոնե, եթե չասեմ չկան, բայց գոնե քիչ են հանդիպում։ Ամենակարևորը, որ բժիշկը չլինի անտարբեր։ Անտարբեր բժիշկը այդ ամենավատ բանն է, իրենք պետքա բժիշկ չլինեն ուղղակի։ Բժիշկ լինելով ես արդեն ասում։ Հա, որտեվ անտարբերությունը առհասարակ sense տենես որպես երևույթ ամենավտանգավոր երևույթներից է, եւ բժիշկը չպետք է լինի անտարբեր, անգամ եթե ինքը կոպեկներ է ստանում, օքեյ, եթե դու գումարի սղության պատճառով պետք է անտարբեր դառնաս, դուրս արի գնա ուրիշ աշխատանքով զբաղվի, որը քեզ ավելի շատ եկամուտ կտա, բայց եթե դու մնում ես որպես բուժող բժիշկ, դու պետք է անտարբեր ավտոմատ չլինես, էլի։ Վերջերս մի սերիալ էի նայել, որտեղ որ հայրը փախցնում է իր երեխային ու մայրը երկար տարիներ փորձում է փնտրել, գտնել ու երբ որ երեխային գտնում է, երեխան արդեն տարիներ է անցնում, մի խմբի է միանում, որտեղ որ պարզվում է Միացյալ Նահանգներում շատ տարածված երևույթ է, որ ծնողները իրենց երեխաներին հայրերը փախցնում են մորից Այստեղ էլ կա, այստեղ էլ կա Հա, նման։ ու այստեղ էլ կա պարզվում է, ես իդեպ դա քո դեպքից եմ հետո ուսումնասիրել ու պարզվել է, որ իսկապես շատ մեծ թիվ է, ու երբ որ գտնում է երեխային կինը, երեխան արդեն մեծ է լինում ու այդ հասարակությունում է մեծացած լինում ու ասում է ինչի ինձ եկար գտար, ես քո մասին գիտեի դու մահացել ես ու դու չկաս, ու շատ ծանր էր, ես անմիջապես հիշեցի քո թեման, որովհետև տարիներ շարունակ մեդիայում այդպես թմբկահարել են այդ թեման, ուզում եմ պատմես հիմա, թե ինչպես ես դու հաղթահարել, որովհետև այս թեմաները, որ դու բարձրաձայնում ես, նաև այն կանանց համար են, որոնք որ կարող են իրենք էլ հավատալ, որ իրենք կարող են այս թեման հաղթահարել։
Այ կուզեմ այս տարիները հիշես դու ինչպես Ես ես այս ուղղակի գիտես շրջանը շատ հաղթահարել։ պրակտիկ խորհուրդներ կտամ, որովհետև այս դեպքում ուղղակի էմոցիոնալ աջակցությունը շատ քիչ է։ Պետքա ուղղակի կինը հասկանա իր իրավունքները ու պրակտիկ քայլեր անի, էլի։ Իհարկե էմոցիոնալ աջակցությունը կողքից, եթե կա, շատ ավելի լավ, բայց այստեղ ամենակարևորը, որպեսզի ինքը կարողանա կանխարգելի են բոլոր ռիսկերը, որոնք որ կարող են լինել, հա, եթե ամուսնու հետ խնդիրներ կան։ Առաջին հերթին ամուսնալուծությունից հետո պարտադիր պետք է միանգամից դիմել փաստաբանի, որպեսզի երեխայի տեսակցության կարգը որոշվի, որովհետև կանայք կան, որ սա թողնում են հետոյվա կամ ընդհանրապես չեն անում, ու այս դեպքում եթե կարգը դատական ձևով որոշված չի, երկու ծնողը ունի հավասար իրավունքներ, եւ եթե հայրը վերցնում է ու փախցնում է երեխային, մայրը որևիցե օրենքով սահմանված լծակ չունի, որովհետեւ ազդի իր ամուսնու վրա, որովհետեւ նույն ձևի մայրը կարող է օրինակ երեխուն վերցնի ու կորի, հա, որովհետեւ որևիցե կերպով չի, ոնց ասեմ, ռեգուլյացիա տրվում, հա, այդ ամեն ինչին։ Եվ շատ կարևոր է, որպեսզի հենց եթե գիտեք, որ ամուսինը խնդիր կարող է առաջացնի, պարտադիր պետք է դատական ձևով հարցը լուծվի, որպեսզի դուք յուրաքանչյուր պահի կարողանաք դիմել ոստիկանություն, ԴԱՀԿ, չգիտեմ, ձեր փաստաբանին, հա, եւ այդ իրավիճակը կարողանաք օրենքով կարգավորեք։ Երեխան հիմա հիշում է այդ ընթացքը։ Երեխան հիշում է, երեխան ըմ, նայեք, այդ մի քանի օրը շատ ստրեսային էր, ահավոր ձևի, հա, բայց երեխան լիարժեք չէր ընկալում ինչա կատարվում, որովհետև իրան երևի ուրիշ բան էին այնտեղ ասում։ Ամեն դեպքում շատ իմ համար էլի բնական է դաժան օրեր էին եւ ոչ միայն իմ համար, այլ մեր ամբողջ բարեկամների, Վիկտորի համար, որովհետև մենք ընդհանրապես նորություն չունեինք, մոտ 10 օր, երեխան հիվանդ էր գնացել, եւ հետո որ զանգել էր այդ մի անգամը խոսել էր, հիշում եմ որ լաց էր լինում, ուզում էր տուն, մամային եւ այլն, ու հիշում եմ որ ոստիկանություն երբ որ դիմեցի, այ հենց էսա որ այդ օրենքով դու չես քեզ ապահովագրում, ոստիկանությունում ասում են գնա, ոնց դու տենց էլ դիմացի կողմը, հա, ով ասեց, որ դու ինչ որ մի իրավունք ունես այս պահին ինչ որ մի քայլ անելու, եթե իհարկե կյանքին վտանգ երեխայի չի սպառնում։ Դե ես էլ ասի, դե ոնց չի սպառնում, եթե երեխան հիվանդ է ծայրաստիճան, ոչ մի կապ չկա ու երեխան էլ դե հասկանում եք արդեն, որ շատ բարդ ճանապարհով է անցել, վերականգնման եւ այլն ու իր իմունիտետը շատ ցածր է կարելի ասել, որովհետեւ մենք հիմա այս իրավիճակում էլ անգամ ես իրա վրա դողում եմ։ Ինքը արդեն մեծ է, 10-11 տարեկան հեսա պետք է նոյեմբերին դառնա, բայց ես դեռ դողում եմ ամեն ինչի վրա, իր սնունդը, իր, չգիտեմ, արևիտակ երկար մնաց կվատանա, մի հատ վիրուս կպցրեց, հաստատ կվատանա, այսինքն ես որպես ծնող գիտեմ իր խնամքը ոնց կարգավորեմ, կազմակերպեմ, որպեսզի իր առողջականը ստաբիլ լինի, քիչ թե շատ։ Մյուս կողմը այդքան էլ լավ չէր պատկերացնում, ոնց կարելի է երեխայի խնամքը այնպես կազմակերպել, որովհետև շատ անգամ եղել են լիքը խնդիրներ առողջական։ Բայց հիմա եկեք ես իմ այդ վատ օրերի մասին այդքան չպատմեմ, ուղղակի կանանց, ովքեր որ այս դժվար շրջանում են անցնում, անպայման խորհուրդ տամ, որ գիտեմ, որ փաստաբանը գումար արժի, բայց գոնե մինիմալ ձևով, թեկուզ այն որ մինիմալ փաստաբանները, որոնք քիչ գումար են վերցնում, գոնե իրանց միջոցով այդ կարգը պետքա սահմանել տեսակցությունների։ Երեխայի նկատմամբ, այսինքն ով ինչ Իրավունքներ ունի ոչ թե եւ այո, պարտականություններ։ պարտականություններ, ով ինչ օրերին է վերցնում, պահում, արդյոք հայրը իրավունք ունի երեխային պահել։ Իսկ եթե օրենքն էլ է խախտում եւ տանում է, չգիտեմ, պահում է ինչ որտեղ, դե այստեղ գոնե դու ունես իրավունք արդեն դիմես ոստիկանություն, ոստիկանությունը էլ չի կարա քեզ ասի գնա, ոնց իմ դեպքում եղավ։ Կյանքիդ գրքի վերջին գլխին գանք։ Արի։
Հիմա երեխաները իրար հետ ոնց են շփվում տանը, զգում Շատ են, որ լավ, ինչ որ մեկին ավելի, օրինակ, չգիտեմ, բացարձակ։ առողջական բաներով պայմանավորված, առողջական Միկայի վրա ուղղակի շատ եմ խոսում հացկեր, որովհետև մյուսները այդ զգում են, որ ինքը ավելի ուշադրության կենտրոնում է գուցե կամ այդպիսի ընկալում կա իր նկատմամբ։ Գիտես, ուշադրության կենտրոնում չեն զգում, որ օրինակ իրան ավելի շատ ենք սիրում, ենթադրենք, կամ ավելի շատ է մաման իրա վրա կենտրոնացած։ Ուղղակի Միկայի հետ կապված, քանի որ ինքը դե բուջուրիկ-մուջուրիկ է, ավելի նիհարիկ է, ես գիտեմ, որ վաղաժամ ծնված երեխեքը երբեմն լինում է, որ այդ խնդիրը ունենում են մի քիչ քաշի հետ կապված եւ այլն, որովհետեւ իր ընկերուհին էլ է սիրած մի հատ աղջիկ ունի, ինքն էլ է շուտ ծնվել, տենց ստացվել է, որ իրանք երկուսն էլ գրեթե նույն քաշով են ծնվել, շատ ողջ պատմություն է, մեկը կիլո 300, մեկը կիլո 200 է ծնվել։ Ու մամաներով քննարկում եք Քնարկ, իրան այսօր ծնվել է, կակրաս չէ։ այդ էի քնարկում, հա։ Ու իրանք երկուսն էլ շատ նիհարիկ են ու ես, հա, Միկային կոնկրետ մեր տանը անդադար վրան խոսում եմ։ Այդ տարբերությունն է, որ այդ երկուսի վրա այդքան չեմ խոսում, ինչքան Միկայի կեր, չգիտեմ, վիտամինը, զգուշեղի, արվիտակ չմնաս, հա։ Ու ինձ թվում է ես զզվացնում եմ, ճիշտն ասած, Միկային շատ եմ զզվացնում, հա, մի քիչ իմ վրա պիտի այդ առումով աշխատեմ, որ այդքան չդողամ իր վրա, որտեվ այդ իմ դողալը վերջում ինչ որ կռվի է բերում, որ որ ասում եմ գնակեր ու չես անում, բան, Այդ այդ կա։ պատանեկան բաները բաց չունի, որ հանկարծ եթե տեսնի, ասի, ինչի ես իմ մասին պատմել, ասել, որ Չէ, ընկերուհի ունեմ։ այդպես բաներ չունի։ Որովհետև այս նոր սերունդը ունի իր անկախությունը, իր Հա, 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 ինֆորմացիայի ազատությունը, հա։ գաղտնիությունը պահելու Ինչ որ դեռահասային կանոնները։ բզիկներ ունի, բայց դեռ այդ խնդրին չենք բախվել։ Բայց ունեն, երկուսն էլ արդեն դեռահաս են մեծերս, դեռահասային բզիկներ շատ ունեն, հա։ Իսկ առաջին բալիկդ հարցեր տալիս է, քանի որ շատ Որոշ հարցեր տալիս է, որ հարցը որ մի քիչ խնդրահարույց է, սենց կողքով ենք անցնում, բայց բնական է, մեծ տղա է, արդեն բավականին հասկանում է իրավիճակը ու ինքը լրիվ օքեյ է ինձ թվում է, որովհետև ամեն դեպքում հոգեկան առողջության իմաստով մենք խնդիրներ տես չունենք եւ լիարժեք ընտանիքի ֆորմատով ենք ապրում։ Ես շատ ուրախ եմ, որ մեր կյանքում արդեն համարյա 7 տարի նաեւ կա իմ երկրորդ ամուսինը, Հովհաննեսը, ու շատ երջանիկ եմ, որ հենց իր տեսակի մարդ է հայտնվել մեր տանը, որովհետեւ ինքը նաեւ սենց բան սոսնձի պես բոլորին կպցնում միացնում է իրար, եւ այդ շատ մեծ առավելություն է ունենալ կողքը տենց մարդ, ով որ կարողանում է բոլորին բերի սենց կպցնի իրար, էլի։ Այդ շատ մեծ բան է։ իր հայտնվելուց հետո զգացիր, որ էլ մենակ չես։ Մենակ չես այս կյանքում։ Գիտես, ահա որ մեծ թեթևություն է, երբ որ դու գիտես, որ ամբողջ աշխարհի պատասխանատվությունը մենակ քո վրա չի, իսկ ես սուպեր գիպեր պատասխանատու մարդ եմ ու այն որ դու գիտես, որ ամեն ինչ մենակ քո վրա է, այդ ահա որ հյուծող միտք է ու շատ բարդ է այդ մտքով ապրելը։ Անկամ կարող է դու այդքան չաշխատես, ֆիզիկապես չհոգնես, բայց այդ միտքը, որ անդադար կա, որ ամեն ինչը քո վրա է, լյուբոյ հարցի պատասխանատուն դու ես, եթե ինչ-որ մի խնդիր եղավ, ոնց է տակից դուրս գալու, հա, ու մանավանդ իմ մոտ էլ կա այդ պատկերացները, որ սենց էլ ինչ պիտի լինի, այ որ սենց լինի, ինչ պետք է անեմ, ինչ-որ խնդիրների լուծումներ եմ միշտ փորձում գտնեմ, իմ տեսակի մարդու համար, պոֆիգից չեմ էլի, իմ համար շատ դժվար է մենակ այդ միտքը հաղթարել, որ ամբողջ աշխարհը ու ես մեկ էլ մյուս կողմից պայքարում ենք իրար դեմ, իսկ որ Հովհաննեսը կա ու հայտնվեց ու բնականաբար լիքը սեր, լիքը ջերմություն, լիքը աջակցություն, այդ շատ է փրկում էլի, հա, հոգեբանորեն։ Ես այնքան ուրախանում եմ, որ ուժեղ կանանց կողքին ուժեղ տղամարդիկ են Մերսի լինում, շատ։ որովհետև այդ Մենակ ուժեղ տղամարդը կարող է այդքան պատասխանատվություն իր հա, վրա վերցնի։ ու Թույլ բացի դրանից տղամարդիկ փակի նաև հաղթում։ այն բացերը, որոնք ժամանակի ընթացքում առաջացել են ու կարծում եմ, Այո։ որ հիմա առողջացման փուլ է քո մոտ գնում, եւ հոգեպես, եւ Այո, այս ֆիզիկապես։ վերջի հենց այդ է, երևի իր հենց հայտնվելուց սկսած, ես ունեմ գոնե ռեսուրս մի քիչ իմ վրա ծախսելու, այսինքն ոչ թե դա նյութական ռեսուրսն է, այլ գոնե մի քիչ ժամանակային, մի փոքր, հա, շատ չէ, բայց ամեն դեպքում ես գոնե
անդադար լարված չեմ մտածում, որ ամեն ինչ իմ վրա է, եթե օրինակ երեխուն մի բան եղավ, ես ոնց պետք է հասցնեմ այն մեկին օրինակ հիվանդանոց, այս մյուսներին տանեմ հասցնեմ, որ ինչ-որ մեկը խնամի, գոնե այս Բալանսի ես եկել։ լարվածությունը դուրս է եկել ու ես շատ շնորհակալ եմ Հովհաննեսին, շատ սիրում եմ իրան, շատ գնահատում եմ ու շատ ուրախ եմ, որ ինքը կա մեր կյանքում։ Այստեղ պետք է ասեի so cute։ Այո։ Իսկ ինչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, որոնք հայտնվում են տոքսիկ հարաբերության մեջ եւ իրենց Վայ։ ինքնագնահատականը շատ ընկած է լինում։ Ես հիմա իմ շրջապատում տեսնում եմ շատ աղջիկների, որոնք շատ խելացի են, շատ գեղեցիկ, շատ հաջողակ, բայց քանի որ ունեն այդ ինքնագնահատականի պակասը, մտածում են, որ իրենց կողքին էլ մարդ չի լինի ու մնում են այդ տոքսիկ հարաբերության մեջ։ Կուզեմ, քանի որ այդ ամեն ինչի միջով անցել ես, կուզեմ խորհուրդ տաս իրենց։ Ուրեմն Լիլ ջան, առաջի խորհուրդս աշխատել նախ ինքնագնահատականի եւ երկրորդը հոգեբանական տրավմաների հետ, որովհետեւ ոչ մի առողջ հոգեվիճակով կնոջ կողքը աբյուզեր չի կարող հայտնվի։ Եթե հայտնվել է, ուրեմն ձեր ուղեղում կան լիքը խնդիրներ, Հաստատ։ որի միջով ես անցել եմ, նա էլի թեմա է, որը ինձ փշակաղացնում է, որովհետև ես այդ գիտակցմանը, որ խնդիրը իրականում իմ մեջ է, ոչ թե իմ ընտրյալի մեջ է, այսինքն ես այնքան անառողջ է իմ ուղեղը, կառուցվածքը, իմ պատկերացումները, որ ես օքեյ եմ, օրինակ թեկուզ ինչ-որ բռնության էպիզոդների հետ, ես օքեյ եմ նվաստացման հետ, ես օքեյ եմ, չգիտեմ, ծայրաստիճան abuse-ի դրսևորումների, բոլոր տեսակի հոգեբանական բռնության, տնտեսական բռնության հետ եւ բայց ախր այդ իմ դեպքում դա արթնացնող փորձառություն էր էլի։ Իսկ ես մինչև այդ շատ խորը քնի մեջ էի։ Ես ընդհանրապես անալիզ չէի անում ոչ ինձ, ոչ իմ անցյալը, ոչ իմ տրավմաները ու հայտնվեցի այնպիսի տեղ, որտեղ ինձ արթնացում բերվեց այդ 4.5 տարում։ Ես քիչ հասա այն մտքին, որ չէ, այս հարցը պետք է ես իմ մեջ լուծեմ, հասկանամ որտեղից է սկսում, ու երբ որ ես սկսեցի արդեն թերապիայի գնալ, իհարկե այդ վաղտ արդեն 30-ի մոտ է, 30 էի այդ ժամանակ, ու պարզվեց կծիկը թաքնված է սեփական ուղեղում, պետք է դա բացել։ Եվ աղջիկներին ընդհանրապես յուրաքանչյուր մարդ ու աղջիկ տղա կապ չունի, առաջինը մարդ պետք է իր տրավմաները բուժի, հետո նոր անցնի անձնական հարաբերություններ ձևավորելուն, որովհետև անհնարավոր սխալներ չարվի, անհնարավոր դու սխալ ընտրություն չանես, որովհետև քո պատկերացումները շատ անառողջ են, ինքդ քո հանդեպ, քո մասին շատ սխալ պատկերացումներ ունես դու, ինչի ես արժանի, որ նա սերը, որ նա առողջ հարաբերությունները եւ այստեղ ոչ թե պետք է ինչ-որ կարմիր ֆլաժոկները հիշել, որ նա որ այ օրինակ խանդում է, ուրեմն խնդիր կա, օրինակ եթե չի սահմանափակում է կամ ասում է չպիտի աշխատես, այդ է խնդիր։ Okay, սա խնդիր է, բայց առողջ մարդը չի ընտրում տես տղամարդ։ Պետք է սեփական գլխի մեջ գտնել խնդիրները, բացահայտել, բուժել եւ դու էլ չես լինի մագնիս նման կներես համար։ տղամարդկանց։ Ես ասացի նման տղամարդկանց, դու Այո, ավելի ուղիղ ձևակերպում այո։ տվեցի։ Եվ այդ մարդիկ էլ զգում են, որտեղը կա թույլ կետ, ով է օրինակ այս 10 հոգի աղջիկներից, իրանք զգում են, հա, ինչ որ ձևերով, չգիտեմ ինչ, այնպես նյութ ունեն։ Զգում Բայց դա են, տարիքային է, կարծում ես, այսինքն աղջիկը պիտի ինչ որ կյանքի փուլեր անցած լինի տարիքային, չէ, նայ, որ դա եթե չզգա։ աղջիկը թերապիան անցնի, թեկուզ, չգիտեմ, 18-ում, 18-ում, 20-ում, ավտոմատ ինքը ավելի շուտ կհասկանա իր խնդիրները եւ ավելի ճիշտ ընտրություններ կանի։ Պետք չի սпасել 5 անգամ ամուսնանալ, բաժանվել, որ վերջում ասես լավ 40, ես հասկացա ամեն ինչ որտեղից է։ Պետք չի այդքան ուշացնել, էլի։ Ինչքան շուտ սկսի մարդ ինքնաանալիզով զբաղվել, ինչքան շուտ կարողանա ընկալել, ընդունել իր միջի խնդիրները եւ բուժել այդ ամեն ինչը, այդքան իր մոտ նաեւ անձնական կյանքը ճիշտ կդասավորվի։ Օրինակ իմ կյանքում ես չեմ կարծում այսքան վայրվերումներ կլիներ, այսքան խնդիրներ կլիներ, այսքան սխալ թեկուզ ընտրություն կլիներ կամ կլիներ այդքան հոգեբանական, չգիտեմ, ցավեր եւ այլն լիքը խնդիրներ
անգամ նյութական դաշտում, հա, այդ ամեն ինչը չէր լինի, եթե ես ժամանակին հասկանայի, որ ես լիքը խնդիրներ ունեմ իմ ուղեղում, որն էլ օքեյ է, լյուբոյ մարդ էլ կարա ունենա, ուղղակի պետքա դու ընկալես, հասկանաս, որ այդ ամեն ինչը արդեն քո պատասխանատվության տակ է, ու էլ չես կարող մենակ ծնողներիդ մեղադրես, պետքա գնաս, բուժես, ծրագիրդ փոխես։ Ու կհայտնվի քո կողքը արդեն առողջ նորմալ մարդ։ Այո, կարծում եմ այս խորհուրդը աղջիկները կգրանցեն ու նաև կարծում եմ այստեղ շատ կարևոր է, որ երբ որ մարդը ընկալում է, որ ինչը որ իր հետ տեղի է ունեցել, դա ինքը չի եւ ինքը պարտավոր չի լինել այն, ինչը իր հետ տեղի է ունեցել եւ ընդունել եղածը որպես փաստ ու անցնել առաջ, այդ էջը փակել։ Նայ Ոչ ընդունել տարիքում, առաջ երբ որ անցնելը փուլում ես լավ է, բայց կարողացել։ շատ կարևոր է նաև դասեր քաղել այդ ամեն ինչից։ Ուղղակի չասել, լավ, Միանշանակ։ դե եղավ, անցավ, գնաց, վсё, մոռանում ենք, ջնջում ենք։ Որտեվ նախ եւ առաջ այդ ամեն ինչը հետ կա թողնում, չի կարող ուղղակի, ասեք օրինակ, վատ հարաբերություններ ունենաս, որտեղ կա հոգեբանական կամ ֆիզիկական բռնություն, ուղղակի ասես, լավ, վсё, մոռացանք այս ամեն ինչը։ Չէ, այդ Հա, անհնար է մոռանալ, բայց նկատի ունեմ, որ չընդունես, որ եթե դա քեզ հետ տեղի է ունեցել, ուրեմն դու միշտ կամ էլ այդպիսինը պիտի արժանի ես լինես, դու։ կամ դու արժանի Հա, ես, իհարկե։ որովհետև էլի շատ կանայք կան, որ այդ մտածողությամբ մնում են էլի տարիներ շարունակ ու չեն աճում իրենք հոգեպես չեն աճում, այդ աճը չեն գրանցում։ Դրա մասին էր Հա, ասածս։ հա, հա, հա։ Դու Չէ, այդ երբ ես իրականում Լիլիթ զգացել ջան, քեզ շատ մոտ։ կարևոր է, որ մարդը ամեն օր իրա վրա աշխատի։ Իրան քչփորի, անգամ ամենացավոտ տեղերը մի հատ բացի տեսնի, այդտեղ ի՞նչ է պահկված, ինչ կա թաքնված, որ հանի սկսի բուժել։ Շատ դժվար ճանապարհ է այս, իրականում կամքի ուժ է պահանջում, խիզախություն է պահանջում, որ դու կարողանաս մտնես քո ուղեղի մեջ ու հանես բոլոր կեղտերը, ինչը որ այնտեղ թաքնված է։ Բայց դա միակ ճանապարհը, եթե դու ուզում ես առողջ կյանք, առողջ հարաբերություններ ու ընդհանրապես ուզում ես, որպեսզի կյանքիդ որակը բարելավի։ Բայց այն մարդիկ, ովքեր պատրաստ չեն այդ խիզախ քայլին, ինքնաանալիզի, ընդունման, այդ հիշողություններով նորից անցնելու եւ դասեր քաղելու, իրենք դոփելու են նույն տեղում եւ ինչի ոչ, ընտրելու են նորից նույնատիպ մարդկանց։ Այսինքն իրանց կյանքը տալու է նույն ցիկլը, որտեղով իրենք անդադար նույն այդ կրուգով անցնելու են։ Կուզեմ նաև խոսես այն կանանց հետ, որոնք գնում են արհեստական բեղմնավորման ճանապարհով երեխա ունենալու որոշման միջով, որովհետև մեր Միայնակ են գնում։ հասարակությունը նաև որոշ հատված նաև դա չի ընդունում մինչև Ախր օրս։ ում ինչ գործն է, կողքինը ինչն է ընդունում, ինչը չէ։ Կարևորը դուք ձեր կյանքում որոշում կայացրեք, ինչ եք ուզում, արդյոք դուք օրինակ միայնակ որպես մայր պատրաստ եք հաղթահարեք այդ դժվարությունները։ Մի հատ դա էլ է պետք ռացիոնալ անցնել այդ դրա միջով ուղեղով, մի հատ պետք է հասկանալ, արդյոք դուք պատրաստ եք այդ բոլոր դժվարություններին, ծանրաբեռնվածությանը, ֆինանսական նագրուսկային, չգիտեմ, մորալնի խնդիրներին, որը որ ենթադրում է միայնակ մայրությունը։ Եթե դուք պատրաստ եք, ասենց ասած, բան, ասենց քիթը տնգած պատվով այդ ամեն ինչով անցնել, ուրեմն դավայցի անցեք, արեք։ Ոչ մեկին մի նայեք։ Կարևոր է, Ահա։ որ կինը պատրաստ լինի, նաև ֆինանսական առումով պատրաստ լինի, էլի։ Իհարկե դա չի ենթադրում, որ պետքա երեխան, չգիտեմ, բրենդային հագնվի։ Չէ, գոնե մինիմալ երեխուն Մինիմալ պահանջները ապահովելու որպեսզի մասին հա է։ երեխան առողջ մեծանա։ Ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որ կարևոր է բարձրաձայնելը, որովհետև այնքան ինֆորմացիայի պակաս կա, որ կանայք մտնում են հարաբերության մեջ չհասկանալով ինչ խնդիրների կարող են բախվել, Իհարկե։ ու կարծում եմ, որ այստեղ նաև մենք չենք ստացել այդ կրթությունը ընտանիքում, Ընդհանրապես։ անընդհատ այդ բացը լրացնելու կարիք կա, դրա Իհարկե։ համար քո օրինակը այս բոլոր առումներով շատ Ոչ ֆորմալ կրթություն։ այո, ոչ ֆորմալ կրթություն կլինի։ Ես դրա համար էլ իմ սոցիալական ցանցերում երբեմն խոսում եմ հենց այս թեմաներից եւ կարծում եմ շատ ինտենսիվ կշարունակեմ, որովհետեւ հասկանում եմ, որ խնդիրը կա եւ չեմ կարող ասել, որ իմ այդ ռիլերը կամ չգիտեմ թերթովի կարուսելները, որտեղ որ պատմում եմ այդ բոլոր թեմաների մասին, շատ միակ փրկությունն են կամ միակ տեղն են, որ իրենց օգուտ կտա, բայց այնուամենայնիվ դա նույնպես ինֆորմացիա է, որի վրա կարող են հիմնվեն եւ կարող են նաեւ հասկանան, որտեղ
որտեղ են իրենք սխալ կամ որտեղ է ամուսինը թերացել եւ այլն, եւ որտեղ իրոք կան այդ կարմիր դրոշակները, որոնց մասին որ բոլորս խոսում ենք, բայց շատ կանայք տեսնելով այդ ամեն ինչը դեռ հանդուրժում են այդ ամեն ինչը։ Այդ շատ կարևոր է։ Մեկ էլ կանայք շատ հանդուրժող են, այդքան հանդուրժող մի եղեք, պետք չի։ Այդ իվնաս Համաձայն եմ։ ձեզ ա լինում, մենակ իվնաս ձեզ։ Ոչ մեկ ձեզ հետո չի դնելու գլխին մանտա, ասի ինչ հանդուրժող էիր դու։ Ու այստեղ համայնքային զգացողությունն էլ է կարևոր, որ կինը հասկանա, որ շատերը դուրս են եկել այդ Իհարկե։ օղակից ու ինքն էլ պիտի այդ համայնքի մի մասը կազմի, որ չի հանդուրժել որոշ Այո, բաներ ու կարողացել է այդ ամեն ինչը հաղթահարել։ այո, Հիմա բարեգործական ծրագրերով այո։ ուր ես գնում, սահուն անցում արեցի, բայց քանի որ քեզ Արուսիկին անհնար է պատկերացնել առանց բարեգործության, որը կարծում եմ նաև քո այս իմ կարծիքն է միանշանակ, կարող ես հաստատել կամ հերքել, բայց ինչը որ դու չես տեսել քո կյանքում, ուզում ես որ ուրիշների կյանքում լինի։ Այո։ Ու նաև այդ հագուրդը գալիս է նաև դրանից, հա? Ճիշտ եմ Ամ, ընկալել։ Գիտես, ես առհասարակ շատ սրտացավ եմ, էս էլի գովաց չի, ուղղակի տենց եմ հիմա, ինչ կա այդ ենք խոսում։ Սրտացավ եմ, չեմ կարող անտարբեր մնալ ինչ որ տարբեր մարդկանց խնդիրների հանդեպ, բայց ինքս ունեցել եմ նաև շատ վատ փորձառություն բարեգործության մեջ, որի մասին նաև այսօր կուզեմ նաև թեթև խոսեմ, խաբեություններ շատ ա եղել, ոչ թե միայն անհատների կողմից, ովքեր որ ենթադրեն գումար են ստացել կամ ինչ որ օգնություն, որը պարզվել է, որ լրիվ այլ կերպ ա ներկայացված եղել եւ հետո Գրպանել են, այլ կերպ ասած։ հա, հա, բայց եղել է նաև շատ մեծ վատ փորձառություն բարեգործական կազմակերպություններից մեկի հետ, որը որ ինձ օգտագործելով եւ իմ վստահությունը, որ իրենք ամեն ինչ շատ ազնիվ են անում, էլի շատ մեծ գումարների հոսք ա ստացել եւ նաեւ կարողացել է այդ ամեն ինչը էլի իրենով անել։ Եվ դրանից հետո ես հիշում եմ, որ ես շատ էի կոտրվել, որովհետև այդպիսի խաբվածության աստիճան, ես չգիտեմ, իմ համար այդ ահավոր էր։ Ես դրա մասին խոսեցի, բայց ես հասկացա նաև, որ երբ որ շատ եմ խոսում, նաև բացասական առումով ազդում եմ այլ բարեգործականների վրա, որոնք որ կարող է շատ ազնիվ են աշխատում, եւ շատ չուզեցի շարունակեմ այդ հանրային կերպով այդ մասին խոսելը, բայց ուզում եմ ասել, որ այդպիսի փորձառություն իմ կյանքում եղել է եւ ես լինելով միշտ բարեգործության մեջ, ինչ որ մի ընթացք ես շատ ոչ բան ամեն դեպքում ոչ հանրային խոսքա, բան մանթով վիճակում էի, շատ երկար, որովհետև ոչ միայն խաբել էին իմ ընկերներին, գործընկերներին, այլ նաև լիքը հետևորդների, Դե վստահությունը կորցնելը ամենացավոտ բանն է հա, ինձ թվում։ ու հետո ինձ շատ երկար ժամանակ պետք եղավ, որպեսզի ես մի քիչ գոնե հոգեբանորեն վերականգնվեմ, հետո բնականաբար Արցախի ժամանակ, դեպքերի ժամանակ ես էլի շատ ակտիվ էի, ու գիտես, երկրորդ երևի ոչ թե հիասթափության, այլ հուսահատության փուլը իմ մոտ եղավ այն ժամանակ, երբ որ այդ բլոկադան եղավ, 120,000 մարդիկ հետո վերադարձան անտեր անտուն եւ հիշում եմ ինչ ահավոր էլի մանթո է, այդ բառը պիտի մենը։ Միակ ներկայացնող բանն է այդ իմ հոգեվիճակը, որ այն ժամանակ եթե ես կարող էի օգնեի այդ թեկուս օվկիանոսի մեջ, չգիտեմ, մի լիտր ջուր ավելացնեի ու փորձեի ինչ որ մի քանի մարդկանց կյանքը փոխել կամ մի խումբ մարդկանց կամ մանկատան երեխեքի, այս պարագայում իմ մոտ էլի այդ բաններ, ոչ թե ապաթիաներ, այդ ու քարացած սառած վիճակներ, որ արդեն այնքան է խնդիրը մեծացել, որ դու ինչ էլ անես, չես կարա Ոչ միայն դու, այսինքն տպավորությունը, որ չես կարա էլ օգնես։ նույնիսկ եթե ամեն քաղաքացի փորձեր եւս մեկին օգնել, կարծում եմ այս խնդիրը այսքան շուտ լուծվող Այդ բան ոնց չի։ լուծես, այդ մարդկանց տուն տեղ, չգիտեմ, առողջական վիճակ, զինվորները այն կողմից, հա, վիրավորված, մահացած զինվորների, զոհված զինվորների, ասենք ծնողներին օգնես, ում օգնես, չէ, ու դու հասկանում ես, որ դու մի հատ էլի ընկել ես ինչ-որ անդունդի մեջ, որտեղից ելք չկա, ու սա իմ երկրորդ լրջագույն հուսահատության վիճակն ա եղել, հենց բարեգործական առումով, որ ես սկսեցի մի շրջան ոչ մի բան
չանել, գիտես, որովհետև թևերը sense թուլացած է, ու չգիտես ինչ ես։ Լավ, ասենք, օքեյ, գնացիր 5 ընտանիքի օգնեցիր, հա, էլի լավ, օքեյ, լավ է։ Բայց դա չգիտեմ, էլի մի տեսակ Սիզիփոսյան աշխատանքի է նմանվում։ Այս երբեք ես չեմ դժվար թեմա է իմ բարձրաձայնել, համար։ հա, ու ես հիշում եմ 20 թվականին, երբ որ լրագրող էի աշխատում, ինձ համար դարձել էր այդ օրերի աշխատանքը անիմաստ, ու աշխատանքից առաջ գնում էի ապաստարաններում երեխաներին դաս էի տալիս, որ երեխաները Արցախից եկած գոնե ինչ-որ իմաստով իրենք չզրկվեն կրթական որոշակի բաներից, հետ չմնան, ու ես հիշում եմ նոյեմբերի 10-ին ես դաս ունեի, ու ես առավոտյան գնում եմ ու չգիտեմ այդ երեխեքին ինչ ասեմ, ինչի համար ասեմ, ու ես Ու ինչ իմաստ ունի, չէ՞, քո հա, ասածը։ ու այդ Սիզիփոսյան աշխատանքի զգացողությունը ես էլ եմ ունեցել, ու երբ որ 18 տարեկան տղաներից մեկին ասեցի ինչ ես դուրս գալիս, ոչ մի բան չեն կարել այդ օրը, լսել ենք Արցախի հիմնը, Հայաստանի հիմնը, ու դասը ավարտվել է, ու երբ որ տղային ասեցի ինչ ես դուրս գալիս դասարանից, ինքը ուղղակի բան չասեց։ Ու այդպես հա, այդ Սիզիփոսյան աշխատանքի այդ զգացողությունը հա, իսկապես շատ Շատ ծանր է։ դժվար է։ Ես դուրս չեմ եկել դեռ, ասեմ քեզ։ Ես դեռ դուրս չեմ եկել այդ վիճակից ու իրականում չգիտեմ էլ որտեղից պետք է սկսեմ։ Ես ինքս շատ հաճախ հա, մի հատ ակցիա արել եմ իգործն ա եղել, որ գնում էի տարբեր աշխատանքներ, մատուցողից մինչև հավաքարար, մինչև Ու ինձ թվում է մուլտերոս, բոլոր այդ այս տարիների արեցի։ աշխատանքիցը շատ լուսաբանվեց Հա, այդ դա շատ իգործը։ լուսաբանվեց, բայց մինչև այդ էլ շատ եմ արել, ուղղակի դա շատ раскрученный պրոյեկտներ չի եղել, մենք չենք էլ տենց մտածել, որ այ այստեղ գնում ենք, պետք է անպայման դες 1000 հատ ֆոտոգրաֆ ու լրագրող կա։ Գիտես ոնց արել եմ էլի ինչ որ սենց տեղային ինչ որ գործեր, չգիտեմ, նոր տարուն էլի Արցախից շատ ընտանիքներին օգնել, նվերներ, բայց ախր մի տեսակ քեզ վատ ես զգում։ Այ մերդ, այս մարդկանց խնդիրը դու չես կարող լուծես։ Ասենք ում ես խափում։ Okay, տարար սնունդ տվեր, փող տվեր, չգիտեմ, ձմեր պապիկ տարար, okay, հետո, լավ, հետո։ Ու ես այդ ինքնախապեյությունը ընդհանրապես ես չունեմ, ոչ մեկին ոչ խափում եմ, ոչ ինքս եմ խափում, ինձ ու այդ զգացումը ահա որ ծանր է, երբ որ դու չգիտես ինչ ես անում, խի ես անում вообще այդ ամեն ինչ, ոչ իմաստ ունի այդ քո արածը կամ ինչ ես դու փոխում։ Մի կողմից ասում ես, հա լավ, բայց այս մարդը ուրախացավ, էմոցիա տվեցիր, ուֆ։ Բայց մեկը չէ, մարդը եթե մի տեսակ ինքնակննադատություն ունի ու իրավիճակը օբշի է նայում, ոչ թե ինչ որ ասես մի հատ կետային տեղա տեսնում, իր համար այս հիմիկվա ժամանակները շատ դժվար են, որովհետև ինքը չգիտի ինչ անի, որովհետև դա պետության գործն է։ Դու չես կարող պետության գործը անես։ Ու մի պահից ինձ թվում է նաև բթացնում ենք մեզ, որովհետև էլ չգիտես ինչ անել, ասում ես լավ, այս թեման փակեմ, էլ չեմ ուզում մտածեմ սրա մասին, որովհետև ես այդտեղ լուծում Դե չունեմ։ որովհետև մասշտաբը շատ մեծ է, դու չես կարողանում այդ ալիքի դեմ դուրս գաս։ Այդ ոնց որ չգիտեմ 20-30 մետրանի ցունամի դեմ ուզես պայքարես, դու չես կարող։ Ասենք ոնց կարաս դու օրինակ 120,000 հոգու կամ թեկուզ չգիտեմ զինծառայողներ ովքեր որ տարբեր խնդիրներով եկել են, իրենց հարցերը կարողանաս թեկուզ քոպես 500 հոգով լուծես, չգիտեմ, միգուցե հիմա քննադատվենք, որովհետև էդ էլ անգործությանն է ոնց որ բերում, բայց մեզ էլ հասկացեք, որովհետև հոգեվիճակը այնպեսին է, որ այնքան ահռելի մեծ է թվում խնդիրները, որոնք հիմա Հայաստանում կան, որ չգիտեմ, դե պետությունը չի անում, չէ՞, ոչ մի բան, ինչ է անում։ Չքաղաքականացնենք, որտեղ ես հեսա բանվանը կսկսեմ խոսալ։ Ցավոտ թեմայի եկանք։ Իդեպ ասենք, որ սա նկարում ենք ընտրություններից առաջ եւ հեռարձակվելու է ընտրություններից հետո։ Չգիտենք ինչ կլինի։ Իմ ուզած արդյունքներով կլինի եւ այո, չքաղաքականացնենք, լավ։ Վերադառնանք քո բալիկին։ Սերը գիտես։ Այո, բայց չեմ ասի, որտեղ երեխաներիս համար դեռ gender party պետք է անի։ Գուցե հիմա ասես մինչև այդ։ Չեմ ասի, բայց շուտով կիմանեք։ Հետո բեկիմ սոցիալական ցածր։ Լավ, քանի որ դեռ gender party չեք արել, այստեղ մենք ունենք սև արկղ, դու ինձ զգուշացրել ես, որ քեզ շատ անակնկալի չենթարկենք, մենք այստեղ կփորձենք փակել քո աչքերը եւ դու կգուշակես, թե ինչ է մեր սև արկղում, քանի որ բացեցինք քո բոլոր թե ինչ որ արանք կա, որ պետք է։ Վերևից կարող ես, մեկ վայրկյան։ Նայում, խոսք եմ տալիս, ոչ մի չի երևում, ահա, всё։ Կարող ես Ճիշտ եմ տանում։ Հա,
մոտիկ արի մի քիչ էլ, ահա, կողքի, Օй, ահա, ճիշտ էի ճիշտ եկել, է։ հա, Խորը հետո կողքի, օй։ ահա, Ինչ զանգը։ այո, Վախ, դες։ թող լավ Ես էլ լուրերի սպասում զանգ էի, լինի, ինչ ավես, ապրեք, շատ որ ինձ խղճացիք, իրականում իմ թող հոգեվիճակը լավ լուրերի հասկացաք, մասին լինի սա, ապրես շատ, շնորհակալ եմ, վատման էի սպասում, այսպես սիմվոլիկ, ապրես, քանի որ գուշակեցիր, մենք ունենք գործընկեր, մեր վայ, գործընկեր շնորհակալ եմ Talking շատ, Candles-ի կողմից, որը ես արտադրում իրենց է շատ սիրում եմ, էկոլոգիապես մաքուր մոմեր, իդեպ իրենք շնորհակալ եմ, ասացին, որ Արուսիկը մեզ ճանաչում է, այո, գիտի, այո, բարևներ ձեզ, շատ մերսի, ես ձեր պրոդուկտների սիրում եմ, հա, Talking Candles-ը, քանի որ 5 տարի դզից, է գործում է, արտադրվում այո, է Հայաստանում, արտադրում են էկոլոգիապես մաքուր մոմեր եւ բացի դրանից իրականացում են նաեւ դասընթացներ մոմեր պատրաստելու, այնպես որ եթե հետաքրքրի կարելի է փորձարկել։ այո, շնորհակալ եմ, Ինչպես ամփոփենք մեր այս զրույցը։ չգիտեմ, բարդ, բայց նաև շատ ծավալուն ու բովանդակային առումով շատ հագեցած էր, շնորհակալ եմ քեզ, ինչու Շնորհակալ եմ, ավարտենք, որ ընդունեցիր առաջարկը։ խորհուրդներով, Գուցե սիրով խորհուրդներով վախերի խոստովանությամբ, մասին։ վախերի մասին, Քանի որ վախերի մասին է ու մեր եթերում բացում ենք մարդկանց սև արկղերը։ շատ լավ, ուրեմն մի բան եմ ուզում ասել, որ այդ իմ հոգեբանական, չէ, հոգևոր աճի արդյունքում եմ ֆիքսել, ինսայթ ա եկել շատ ուժեղ, Իդեպ չասացիր, ինչպես ես եկել այդ հոգևոր այդ վերածննդին։ կանջատենք կամերաները առանցիկ Հա, ես կպատմեմ, հա, լավ։ այս շատ երկար թեմա է, բայց ասեմ, որ Մեկնաբանություններում դուք կարող եք գրել ձեր ինչ տարբերակները։ է կարծում, ինչ է եղել իմ հետ։ Okay, մի բան կարող եմ ասել, որ վախերը եւ աճը ու նաեւ այդ հոգևոր աճը, որը շատ կարևոր է նույնպես, իրենք հակառակ բևեռներում են գտնվում եւ եթե մենք տալիս ենք ուժ ռեսուրս մեր վախերին, այսինքն մեր միտքը ուղղորդում ենք դեպի վախերը ու այնտեղ ենք սնում այդ մեր վախերը այդ ուղղության վրա, ապա իմացեք, որ դուք դոփելու եք նույն տեղում, չեք ունենալու հոգևոր աճ, չեք ունենալու էներգիա, կյանքում դրական փոփոխություններ, լավ հետաքրքիր ինչ որ անակնկալներ կյանքի կողմից, որտեվ կյանքը մեզ շատ անգամ տալիս է այն ինչի որ ալիքը մենք տվել ենք, չէ՞, տիեզերքին, դա էլ մեզ վերադարձվում է, ու եթե մենք ապրում ենք վախերի մեջ, մեր կյանքում լավ բան չի սպասվում, ընդհակառակը, միշտ ինչ որ մի վատ բան լինելու է, որտեվ տիեզերքը նայում ասում ես մարդը ինչ որ բան է ակնկալում, հա, ոնց որ ինձնի, ինչ որ վատ բաներ է մտածում ու այդ վատ բաները սպասում է որ պիտի լինի ու այդ այս քեզ վատ բան որ դու ոնց որ քո սպասելիքին ի պատասխան էլի իսկ երբ որ դու հավատում ես վախերդ մաքսիմալ նվազեցնում ես ճնշում ես չես մտածում ընդհանրապես տագնապային բաների մասին դու շատ մեծ ռեսուրսներ ես բացահայտում ինքդ քո համար այդ ռեսուրսները ուղղակի անվերջանալի են թե էներգիայի տեսքով է դա, թե կյանքում շատ հետաքրքիր անակնկալներ ստանալու ձևով։ Ու դա ընդհանրապես քեզնից կախված չի։ Դու զգում ես, որ այ այստեղ դու հաղթահարեցիր վախերը, տվեցիր քեզ ավելի ոնց մյուս բևեռ ուղղորդեցիր քեզ, ավելի խիզախ կողմ։ Ու մեկ էլ տեսնում ես կյանքում ինչ որ հրաշքներ է ստացվում, թե ֆինանսական տեսակետից, թե ինչ որ մարդիկ են հայտնվում քո կյանքում, որ քեզ աճեցնում են, առաջարկներ են ինչ որ հետաքրքիր անում։ Հիմա որ ես ինձ նայում եմ հետ ու ասում եմ, լավ, այդ Արուսիկը ոնց այսքան բան հասավ, անցավ։ Ախր դա միմիայն աշխատասիրությունը չի։ Դա միմիայն, ասենք, չգիտեմ, ֆինանսական գրագիտությունը չի, էլի դա նաև այնա, որ ես կարելի է ասել, ինչքան է որ իմ կյանքում շատ մեծ դժվարություններ են եղել, ես միշտ շատ դրական մտածելակերպ եմ ունեցել, մտածողություն եւ իմ էներգիան միշտ դրականի վրա եմ պահել, մանավանդ վերջի տարիներին ու դա միշտ նկատվում է տիեզերքի կողմից եւ նվեր են քեզ ուղարկում միշտ դրա համար։ Դրա համար ժողովուրդ ջան, պետք չի մի վախեցեք, այդ Դրականը վախերը մտածեք։ դրականը, միշտ դրականը, ինչ մենք մեր մտքում ունենք, դա էլ մեզ գալիս է ի պատասխան։ Շնորհակալ եմ քեզ Ապրես այս շատ։ հետաքրքիր բովանդակալից ու Ես եմ ոգևորող զրույցի համար։ Դե ինչ, կարող եք մեկնաբանություններում գրել, թե մեր զրույցից հատկապես որ հատվածը ձեզ դուր եկավ կամ հուզեց
Իսկ մենք զրուցում էինք Արուսիկ Մկրտչյանի DJ Վակցինայի հետ։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան։ Մերսի շատ։ Ապրես։ Թայլանդում ես վերածնվել։ Հա ջան։ Թայլանդում ես վերածնվել։ Ես ուզում եի ասեի։ Անես բանա հետս եղել։